Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV հարց ունեմ հանձնաժողովի նախագահ Տիկին ֆոն դեր Լայենին Տիկին նախագահ Հայաստանը էներգետիկ դիվերսիֆիկացիան դարձրել է ռազմավարական առաջնահերթություն սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից եւ էներգետիկ ենթակառուցվածքներից նախընտրական շրջանում մենք Մոսկվայից տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում էինք ակնարկներ որ Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գազ է ստանում եւ դա կարող է թանկանալ Հայաստան Եվրամիություն մերձեցման շրջանակներում եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք ապա ինչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական միությունը արդյոք Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ եթե կան ծրագրեր խնդրում եմ մանրամասնել եւ մեկ հարցել Հայաստանի վարչապետին պարոն վարչապետ երեք խոսել եք Ռուսաստանի վարչապետի հետ նախ խնդրեմ ասել նախաձեռնությունը խոսակցության հեռախոսազրույց ունենալու ձեժն էր թե ռուսական կողմինը ինչ բնույթի հարցեր եք քննարկել արդյոք սահմանափակումներին Հայաստանից արտահանվող ապրանքների անդրադարձ եղել է թե ոչ եւ արդյոք չեք բացառում որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով So indeed on the topic of energy ինչ վերաբերում է էներգակիրներին ձեզ անհրաժեշտ է ռազմավարական բազմաշերտ եւ համապարփակ մոտեցում եւ ճիշտ ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը որ ավելացնում է դիմակայությունը եւ ուժեղացնում է Հայաստանին մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաեւ բազմազանեցնել իր էներգամատակարարումները թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ Եվրոպական միությունից կժամանեն Հայաստան մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ մենք Ուկրաինայում Մոլդովայում անցել ենք դրանով մեծ փորձ ենք կուտակել մենք ինքներս Եվրոպական միությունում բախվել ենք դրա տարերին այդ իրավիճակի մենք հարուստ փորձ ենք կուտակել առ այն թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը որոշ երկրներ միաժամանակ մենք ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ նոր էլեկտրական հոսանքի փոխկապակցության նոր երթուղիներ բացելով եւ ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերը 20 միլիոն եվրո է ներառում Կովկասյան փոխանցման եւ մենք նաեւ Հայաստանին սատարում ենք նշանակալի ներքին ռեսուրսների հաշվին վերականգնվող էներգետիկայի արտադրությունը դուք Հայաստանում ինքներդ ձեր հաշվին եք արտադրում սա ձեզ ավելացնում է անկախություն եւ տալիս է էներգետիկ անվտանգություն եւ դիմակայունություն այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում որին մենք ինքներս քաջ ծանոթ ենք